Հուզվում էի, շատ էի հուզվում, լացում էի, ինչքան ամուսինս ասում էր մոռացի, անցել է, կարևորը ելքը դրական է։ Մեր մոտ ընդունված է, որ հղիությունը դա արդեն լավ բան է, ու եթե դու ունես ինչ-որ տագնապ, վախ, անհանգստություն, ցածր տրամադրություն, դա արդեն նորմալ չի, ու բնական է, որ կանայք փորձում են դա թաքցնել։ Իմ ցավն է եղել, որը ոնց որ համարձակություն էլ չունենաս բարձրաձայնելու երբեմն, բայց որը թաքուն ինքդ քեզ խոստովանում ես ու այդ հակոտրող է։ Ամբողջ հոգսը մենք գիտենք, որ մամայինն է, հատկապես վաղ նորածնային շրջանում, ու ամեն օր հոգ տանել նորածնի մասին, լինելով խոցելի, ունենալով հոգեբանական խնդիրներ կամ տրամադրության խորը անկում, հետ իհարկե անդրադառնում է եւ իրենց առողջության եւ նորածնի առողջության վրա։ Պաթոլոգիայի բաժնի բժիշկը եկավ, ասաց Գոհար ջան, գիտես չէ, դեպք է եղել մյուս հիվանդանոցում, մարդ է մահացել, այդ աղջիկը լրիվ քո հիվանդությունից ուներ։ Բժշկուհին գնաց, մենք սկսեցինք լացել։ Ու երևի թե դա այդպես իմ ծննդաբերությունից 2-3 օր առաջ էր, ես այդ օրվանից սկսել եմ լացել։ Եթե նույնիսկ բախտներս բերել է եւ մաման առողջ եւ բալիկը, այդ չի նշանակում, որ պետքա դա չկանխարգել։ Ես Գոհար եմ Աբրահամյան, լրագրող, EBN Report-ի հայերեն բաժնի խմբագիրը եւ համատեղության կարգով 3 երեխաների մայր եւ վերջին երեխաս ծնվել է ընդամենը 7 ամիս առաջ։ Իրականում 10 տարի է անցել իմ առաջին մամայությունից, բայց այնքան թարմ են այդ հիշողությունները։ Ինձ մոտ ամեն ինչ շատ տենց հեշտ հանգիստ գնում էր, երբեք չեմ եղել հիվանդանոցում ու միշտ ծիծաղում եմ, ասում եմ իմ առաջին հիվանդանոց այցս այդ եղել է այդ 12 շաբաթականում հաշվառման կանգնելու։ Ու առաջին անգամ երակից արյուն այդ ժամանակ են ինձնից վերցրել ու ես տենց լրիվ անփորձ գնում էի, ասում էին ամեն ինչ նորմալ է, բայց տենց հարսանիքի էինք ու գիշերը բուժքույրը զանգեց, ես տենց ուրախ զվարթ իմ համար ապարում եմ բուժքույրը զանգեց, ասաց Գոհար ջան, գիտես անալիզների պատասխանները վատ ա եկել, խնդրում եմ առավոտյան նորից գաս, ամեն դեպքում իրեր ունեցի հետդ։ Ես դեռ 34 շաբաթական դեռ աշխատում էի եւ գնացի աշխատանքի հոդված ունեի գրելու, գրեցի հոդվածս ու ասացի դե լավ ժողովուրդ գնամ մի հատ տեսնեմ ինչ են ասում, հիվանդանոց պետքա գնեմ ու այդպես համապատրաստից գնացի հիվանդանոց, պարզվեց որ բավական վատ է վիճակս, պրեկլամպսիա էր ինձ մոտ եւ այսինքն ճնշումս էր շատ բարձր ու այդպես ասացին, գիտես չենք կարող քեզ այս վիճակում թողնենք ու ամեն վարքյան կարող կանգնենք կեսարյան հատման առջև։ Հաջորդ օրը աղմկահարույց դեպք էր եղել ու ինձ մամա զանգեց, լացել եւ ասաց խնդրում եմ էլի ասա թող քեզ արագ վիրահատեն։ Մի քանի ժամ հետո այնտեղ պաթոլոգիայի բաժնի բժիշկը եկավ Սինունիկ ցած մի հատ աղջիկ էր, ցած թրվռալով եկավ, ասաց Գոհար ջան, գիտես չէ, դեպք է եղել մյուս հիվանդանոցում, մարդ է մահացել, դե լրագրող ես, կիմանաս, այդ աղջիկը լրիվ քո հիվանդությունից ուներ։ Նենց որ էլ չենք կարա սպասենք, ամեն վարքյան պետք է պատրաստ լինես, որ քեզ տանում են կեսարյան հատման։ Սենց ասեց ու գնաց ու ես աղջիկը, որ նույն սենյակում ենք իրենց, նայեցինք ու սկսեցինք ժպտալ իրար ու այդ աղջիկը գնաց, մենք սկսեցինք բժշկուհին գնաց, մենք սկսեցինք լացել։ Ու երևի թե դա այդպես իմ ծննդաբերությունից 2-3 օր առաջ էր, ես այդ օրվանից սկսել եմ լացել։ Այդպես լացել եմ մինչև երևի 2 ամսական երեխու։ Ես Տիգրանուհին եմ Հարությունյան, այս պահին 1 բալիկի մամա դեռևս, ապագայում 2 ամսից արդեն 2 բալիկի մամա։ Առաջի եղությունս երկրորդի հետ համեմատած բավականին խնդիրներով է ընթացել, մանավանդ սկզբնական հատվածում, նշանակվել է բժշկի կողմից խիստ անկողնային ռեժիմ, անթիվանսահման դեղեր, անալիզներ, ու սպասողական վիճակ, ավելի շատ 50-50 վիճակ, որ ամեն պահ ես չէի կարողանում ուրախանալ իմ վիճակով, որովհետև չգիտեինք ինչ է լինելու, ինչքան էլ որ կողքից աջակցում են, փորձում են ցրել, փորձում են դրականով շրջապատել, բայց միևնույնն է, ոնց որ առաջի կրողը դու ես, այդ ամեն ինչի, դրա մեջով անցնողը, անմիջական անցնողը դու ես, պատասխանատուն դու ես,
ու շատ ժամանակ, ասենք որ բժիշկը ասում է քեզանից է կախված։ Կարծես թե երկրորդ երամսյակը քիչ թե շատ ավելի հանգիստ պետքա լիներ, բայց համընկավ COVID-ի ժամանակաշրջանին, ծանր տարամ COVID-ը, հոսպիտալացվեցի, մոտ մի ամիս, եթե ոչ ավել, հիվանդանոցային պայմաններում եմ անցկացրել, խիստ կարանտինի մեջ, բայց կարծես թե հաղթահարեցինք, պես ծնվեց բալիկս, առողջ բալիկ, փառք Աստծո։ Հղիության շրջանում սկսվում է արդեն ադապտատիվ ֆիզիոլոգիական փոփոխություններ, որի մեջ ներգրավում են հորմոնալ փոփոխությունները՝ պրոգեստերոն, էստրոգեն, պրոլակտին, օքսիտոցին, թիրոտրոպ հորմոններ, որոնք բոլորը մասնակցելով կարելի ասել լավ պրոցեսի, կնոջը հղիության նախատրամադրելուն, մայրանալուն եւ այլն, բայց որպես այդպեսին թողնում են նաեւ մեկ այլ ազդեցություն, ինչը տրամադրության տատանումներն են, որպես հետևանք դեպրեսիաներ, տագնապ, վախեր, օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումներ եւ ամենածանրը բնականաբար փսիխոզներն են։ Բոլոր այս իմ նշված խանգարումները կարող են դիտվել ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ հետծննդաբերական շրջանում։ Կանայք նկարագրում էին տրամադրության խիստ անկում, հարազատների հետ հարաբերությունների վատ թարացում եւ այլն, բայց այդ հենց նույն տեղավորվում էր հետծննդաբերական դեպրեսիայի սահմանման մեջ, որի համար տրիգեր էր հանդիսացել հենց այդ մանկաբարձական բռնության որևէ դրսևորում ու անպայման չէր դա լիներ ֆիզիկական բռնություն կամ այսինքն մանկաբարձական բռնության ֆիզիկական դրսևորում կամ բժշկական անհարկի միջամտություն, նույնիսկ մեկ արտաբերած խոսքը, որ հարվածել էր իրանց ամենացավոտ կետին կամ այն հարազատի ներկայությունը ծննդաբերական process-ին, որի հետ իրանք վատ հարաբերությունների մեջ էին, կամ ամուսնու հետ այդ պահին տհաճ խոսակցությունը կամ սկեսրոջ հետ, այդ ամեն ինչը ոնց որ տրիգեր էր հանդիսացել, որ հետագայում իրանք այդ շրջանը ավելի բարդ անցնեին։ Կանայք դա պատմում էին ինչ որ որոշները նույնիսկ պոզիտիվ բանով կամ ջերմ հիշողություններով հետ ծննդաբերական շրջանի մասին, բայց որպես բժիշկ կամ հարային առողջության մասնագետ ես հասկանում եմ, որ այդ շրջանում իրանք լուրջ խնդիրներ են ունեցել։ Բացասական երանգով խոսում են միայն այն կանայք, որոնց դեպքում դա կտրուկ անդրադարձել է իրենց երեխայի առողջության վրա։ Ու մնում ես հիվանդանոցում, քեզ էլ գալիս են ասում, որ մեկը որ քո հիվանդությունից ունի, ինքը մահացել է, այտենց ու չգիտեն դու ինչ ես լինելու։ Ու այդպես այդ մի քանի օրը որ անդադու սպասում ես որ հեսա կմտնենք, ասեն որ գնում ենք վիրահատելու ու չի գալիս այդ օրը։ Ի վերջո ամսի 31-ին եկավ, հուլիսի 31-ին եկավ այդ օրը։ Երեխաս ծնվեց, բնականաբար անհաս, միակ լավ լուրը այն էր, որ քաշը նորմալ է, 2.5 կիլո էր ծնվել, այդ տարիքի համար բավական լավ էր քաշը, բայց եւ իմ վիճակն է շատ վատ, որովհետեւ ճնշումս բավական բարձր էր, ես վիրահատարանում վերակենդանացման բաժնում, երեխաս վերակենդանացման բաժնում, այսինքն երեխա է ունեցել եւ 2-3 օր չէի կարողանում գնալ իրան տեսնել։ Միակ հաղորդակցություն դա նկարով տեսնել են, մի հատ սարսափելի նկար ուներ երեխան, ամբողջը կապված, ինչ որ զոնդով, տենց ինչ որ տարբեր լարերով, ու այդ նկարեն որ ավելի լավ էր չտեսնեի, որովհետեւ դրանից ավելի շատ վատացա ու սկսեցի էլի լացել։ Անverջ լացում էի։ Բժիշկները որ մտնում էին ասում են դե ոնց է ստուգում են բան, ես սկսում էի լացել, որ ասում են, հա բայց խես լացում։ Իրականում ես չգիտեի խի եմ լացում, բայց բժիշկները պիտի իմանային ես խի եմ լացում։ Շատ ամաչում էի, այսինքն ես մտածում եմ, լավ, ես երեխա եմ ունեցել, փառքասում ամեն ինչ նորմալ է, փառքասում ես տանեմ, խնամք ունեմ, իմ նկատմամբ շատ հոգատար են բոլորը, լավ, ես խի եմ լացում։ Ու անկեղծ ասած, չեմ հիշում այդ ընթացքում փորձել եմ Google-ել հասկանալ, հա, ChatGPT-ն էլ չկար, որ հարցնեի, ասեի խի եմ լացում։ Բայց հիշում եմ, որ շատ մենակ էի այդ լացի հետ, այդ ապրումների, այդ զգացմունքների հետ ու մտածում եմ դե երևի ուղղակի անհանգիստ եմ, հա, այդ կպչուն մտքերը կային, անընդհատ գնում գալիս երեխու չափն էի չափում, չգիտեմ, ինչ որ ջերմաչափ էի դնում եւ այլն։ Հետո մենակ տարիներ հետո չեմ էլ հիշում որտեղից իմացա, որ գոյություն ունի հետծննդաբերական դեպրեսիա։ Օրինակ մենք ունենք հետծննդաբերական տրամադրության տատանումներ կամ baby blues կոչվածը, որը մինիմալ տատանումներ են եւ ավելի կարճատև։
դիտվում են 3-5 օրից մինչև 2 շաբաթ ժամանակահատվածով։ Ունենք հետծննդաբերական դեպրեսիա, որը սկսում է 4-6 շաբաթ անց եւ մինչև 1 տարի կարող է ցկցկվել, հետծննդաբերական օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ, հետծննդաբերական տագնապային խանգարումներ, հետծննդաբերական հետտրավմատիկ ստրեսային խանգարումներ։ Սրանք որպես աֆեկտիվ սպեկտր, ինչպես նաև ունենք հետծննդաբերական փսիխոզներ, որոնք ավելի ծանր ընթացք ունեն բնականաբար եւ ավելի շտապ եւ մասնագիտական օգնության կարիք են ունենում ծննդկանները։ Ծննդաբերությունն էլ է բարդ ընթացել, դրանից հետո հետծննդաբերական շրջանում դժվար է շատ, որովհետեւ եւ ֆիզիկական շատ ցավեր էի զգում, լիքը հարցեր ունեի, հուզվում էի, շատ էի հուզվում, լացում էի, ինչքան ամուսինս ասում էր մոռացի, անցել է կարևորը, ելքը դրական է, ամեն ինչ լավ է արդեն եւ այլն, շատ զգայուն, շատ լացական, ուղղակի ինչ որ լացելու ցանկություն էր առաջանում, երբեմն ես էլ էի ինձ վատ զգում այդ ցանկությունից, որովհետեւ դա կարող է լինել, օրինակ, էլի բժիշկս կանչել էր հետազոտության, հետծննդաբերական, այնտեղ աշխատողներից մեկը նեղվեց ինձ պահի տակ, որ բան իմ տուն գնալու ժամն այն չի ուղարկել, ես դրանից հուզվեցի, ինչով ակուս խորքը տեղ կանգնել լաց եմ եղել։ Ցավոք Հայաստանում մենք չունենք որևէ ստատիստիկ տվյալներ, իսկ համաշխարհային գրականությունից կարող ենք ասել, որ baby blues-ի տարածվածությունը 70-ից 80% է, իսկ հետծննդաբերական դեպրեսիաներինը ավելի շատ 10-ից 20%։ Բնականաբար կինը կարող է չունենալ որևէ արտահայտված դեպրեսիվ սիմպտոմատիկա, բայց բնականաբար ունենում է վախեր, տագնապ, չէ՞ որ երեխան նոր է ծնվել, նոր մարդ է, նոր պատասխանատվություն, բայց այդ ամեն ինչը ռացիոնալ սահմաններում, օրինակ, չգիտեմ, ես չեմ հասկանում, երբ պիտի կերակրեմ ու բնականաբար ես ունենում եմ անհանգստություն, բա որ հանկարծ չնկատեմ, երբ երեխայի մոտ սկսվեց հենց սովածության լացը, կամ ես երեխա երբևէ չեմ ունեցել ու չգիտեմ ժամային գրաֆիկը ինչպես պահպանեմ։ Դա ավելի ռացիոնալ է։ Ոչ ռացիոնալ է, երբ որ կնոջ մոտ առաջանում է միտք, գերարժեքային միտք, որ ես չեմ կարող իմ երեխային խնամել, որովհետև ես լավ մայր չեմ, ես չգիտեմ ինչը ինչպես անել, ես մենակ եմ ու բնականաբար գումարվում են դեպրեսիայի բոլոր սիմպտոմները, այսինքն ցածր տրամադրություն, մտածողության տեմպի դանդաղեցում, մոտոր հանդաղեցում եւ բնականաբար ավելի ծանրանում ընթացքը։ Երբ որ երկրորդ երեխային էի ծրագրում, ինքս ինձ հանգստացրել է, ասել է հիշում ես, չէ, որ տենց լինելու է, որ դու պետք է անցնես այդ փուլի միջով։ Ուղղակի այդ ժամանակ էլ արդեն կորոնավիրուսի վարակն էր, շատ տարածվում էր, ես էլ հիվանդացա, այսինքն նաև երկրորդի ժամանակ այդ կորոնա վարակի ստրեսն էր ինձ մոտ ու երկրորդի ժամանակ էլ թեպետ արդեն գիտեի ինչ փուլերով եմ անցնելու, բայց մեկը էլի ունեցա, էլի նույն լացկանությունը, որովհետև իրականում նաև ստիպված էինք որոշ ժամանակով բաժանվել աղջկանիցս, որովհետև քույրս վերցրեց իր խնամքի տակ, որովհետև ես շատ հիվանդ էի ու շատ վատ էր իմ վիճակը եւ նաև մտածում ենք, որ հանկարծ իրեն չվարակենք, որովհետև ծնվելուց հետո առաջին թեստը ցույց տվեց, որ ինքը չունի վարակ։ Այդպես մոտ 10 օր մենք երեխուց բաժանված եմ եղել, այսինքն նաև մտածում էի միգուցե դա նպաստեց։ Երրորդի ժամանակ իրականում միջև երրորդը այնքան ուրախ եմ, որ խմբագիրներից առաջարկեցին այդ թեմայով հոդված պատրաստել։ Միջև հոդվածի պատրաստելը, փորձում էի հետազոտել, հասկանալ ինչ թեմաներ, ինչ անդրադարձեր կան։ Google-ում էի ու տեսնում եմ, որ ոչ մի անդրադարձ չկա այս թեմային։ Գրեթե ոչ մի բան չէի կարողանում գտնել։ Ինքս փորձեցի գտնել մասնագետների, թե հոգեբանի, թե հոգեբույժի անգամ եւ գինեկոլոգի հետ այդպես խոսելով կառուցեցի հոդվածս ու ավելի շատ գիտելիքներ ունեցա այդ մասին ու արդեն երրորդի ժամանակ շատ ավելի պատրաստ էի ինձ թվում է։ Այս ամեն ինչը քննարկելու ընթացքում նաեւ կարծում եմ, որ պետք է շեշտադրել ընտանիքի աջակցությունը, այսինքն այստեղ process-ը ոչ միայն կնոջն է վերաբերվում, այլ նաև ընտանիքին, միկրոսոցիումին եւ ամուսնու կամ ընտանիքի ծնողների աջակցությունից շատ կախված է այն փաստը կինը կունենա արդյոք շատ արտահայտված տրամադրության տատանումներ, թե ոչ։ Իսկ մինիմալ արտահայտված տատանումներ բնականաբար ունենալու է։ Ամուսինս միշտ կողքիս է եղել, միշտ ինձ հոգեպես ինձ աջակցել է,
փորձում եմ ինչ-որ մի ձև ինչքան հնարավոր է ինձ վատ մտքերից ցրել, իրար սիրտ տալով հաղթահարեցինք։ Տանն էլի շատ ըմբռնումով էին մոտենում, մենք մեծերի հետ ենք ապրում, շատ հոգատարությամբ եմ շրջապատված եղել, որը ինձ իսկապես շատ օգնել է։ Կեսուրս կողքիս է եղել, այդ ընթացքում շատ աջակցել է ինձ, մինչև անգամ հաց պատրաստել եւ այլն, որտեվ ես հաստատ ի վիճակի չէի լինելու, եթե մենակ ապրեի։ Ու ինքը ինձ այդ թեկուզ կերակրման հարցում էլ շատ օգնում էր, փորձում էր ինձ հանել, որ լավ կլինի, այդ կարևոր էր, հա, որովհետեւ այդ ընթացքում այնքան խոցելի է, որ ցանկացած կարծիք, ինչքան էլ որ փորձեց հաշվի չառնել եւ այլն, միևնույնն է ազդում է քո վրա։ Շատ դեպքերում, երբ որ ասում ես աջակցություն, հասկանում են երեխային 2 ժամ գրկելը։ Իրականում այդ չի աջակցությունը, էլի, կնոջը հստակ աջակցություն է պետք, ժամանակ է պետք, որ ինքը համ իր հոգեբանական խնամքը ճիշտ իրականացվի, համ ֆիզիկական խնամքը ճիշտ իրականացվի։ Երբ որ ինքը լավ խնամված կլինի այս երկու առումներով, ի վիճակի կլինի լավ խնամել իր նորածին։ Գալիս է կին, որը հայտնում է, որ սկիսուրը դրան մոտ սպասում է, երբ է երեխան հանկարծ թեթևակի ինչ-որ ձայն հանում եւ ուղղակիորեն առանց որևէ ինչ-որ ազդանշանի, որ թակոց կամ ինչ-որ բանի ներս է մտնում սենյակ։ Բնականաբար կնոջ մոտ առաջանում է տագնապային վիճակ, որ հանկարծ երեխան ձայն չհանի, հանկարծ սենյակ չմտնեն։ Կամ երբ որ սկիսուրը փորձում է մորը ճիշտ կերակրելուն սովորացնել, հա, չէ դու սխալ ես անում, չէ դու այսպես պիտի անես, չէ դու լավ չես լողացնում, այսինքն արդեն այն կնոջ մոտ ու մոտ կան նախատրամադրվածություն, որ ես լավը չեմ, ես ինչ-որ բան ճիշտ չեմ անում, այդ արտահայտությունները կարող են բերել դեպրեսիայի, այո։ Այսինքն ես չեմ կարողանում իմ երեխային խնամել, ես իմ երեխային չեմ հասկանում, ու բնականաբար ուրիշները ավելի լավ են անում, բայց ուրիշներն էլ այդ լավը անում են շատ ցուցադրական եւ մեղադրելով։ Մյուս կողմից, երբ որ ընտանիքի անդամներն ասում են դուք ոչինչ բան չանեք, մենք ամեն ինչ կանենք։ Այսինքն կնոջ համար շատ բարենպաստ իրավիճակ է ստեղծվում, որ ահա իմ համար ստրեսային վիճակ է, բայց ինչ լավ է, ես փախուստ եմ անում։ Երեխան լացեց, անմիջապես մտան երեխային վերցրեցին։ Այդ ամեն ինչով խոչընդոտվում է մայր-երեխա կապի ստեղծումը։ Մենք շատ շեշտադրել ենք հետազոտության արդյունքում ցավի նորմալիզացիան, բայց այդ ցավի նորմալիզացիայի որպես շարունակություն նաև նման բաներ էին հնչել, որ դու առաջինը չես, վերջինը չես, բոլորս էլ դրա մեջով անցել ենք, այս ամեն ինչը նորմալ է, ոնց որ անդրադարձել էին ցավին, այնպես էլ ծննդաբերությունից հետո ցանկացած դժվարությանը մամաների աջակցությունը շատ կարևոր է։ Ձեր հարսերին կամ աղջիկներին ձեզ թվում է փորձում եք հանեք ճգնաժամից, բայց իրանց ավելի խորը ճգնաժամ եք մղում հենց ձեր թեթև վերաբերմունքով իրանց համար այդ պահին շատ կարևոր խնդրի։ Ամբողջ հոգսը մենք գիտենք, որ մամայինն է, հատկապես վաղ նորածնային շրջանում ու ամեն օր հոգ տանել նորածնի մասին, լինելով խոցելի, ունենալով հոգեբանական խնդիրներ կամ տրամադրության խորը անկում, այդ իհարկե անդրադառնում է եւ իրենց առողջության եւ նորածնի առողջության վրա։ Եթե նույնիսկ դա չի պատահել, բախտներս բերել է եւ մաման առողջ եւ բալիկը, այդ չի նշանակում, որ պետքա դա չկանխարգելվի։ Եվ հարազատները եւ այդ պահին ծննդաբերությունը վարող ամբողջ անձնակազմը ի սկզբանե պետք է անհանգստանա հետծննդաբերական շրջանի մասին։ Հղիության ցանկացած շրջանում բացի գինեկոլոգիական, հա, հետազոտություններից, կոնսուլտացիաներից, պիտի լինի հոգեբան, ով որ պիտի կնոջը ուղեկցի նաեւ հղիության ընթացքում։ Պարտադիր չի հետծննդաբերական շրջանում ունենալ արդեն արտահայտված դեպրեսիա կամ օբսեսիվ կոմպուլսիվ խանգարում կամ տագնապ։ Այդ ամեն ինչը կարելի է կանխարգելել նախապես ունենալով հոգեբան կոնսուլտանտ, ով կնոջ հետ կզրուցի ամբողջ հղիության ընթացքում։ Մեր մոտ ընդունված է, որ հղիությունը դա արդեն լավ բան է, ու եթե դու ունես ինչ-որ տագնապ, վախ, անհանգստություն, ցածր տրամադրություն, դա արդեն նորմալ չի, ու բնական է, որ կանայք փորձում են դա թաքցնել։ Այդ ամեն ինչը վերագրելով հղիությանը, հորմոններին եւ այլն։ Բայց եթե գոնե եռամսյակը մեկ կինը այցելի հոգեբանին, այդ խնդիրները ավելի հեշտ կլինի կանխարգելել։
Հղիությունը բաժանում ենք 3 եռամսյակի։ Գոնե 3 այց հոգեբանի մոտ ամեն եռամսյակի շրջանում կարծում եմ, որ պարտադիր է։